Սիրելի քույր եղբայրներ, ահավասիկ կշարունակենք առաջին Պետրոս 4-րդ գլուխ համար 7-ն սկսյալ գեղեցիկ ձևով Պետրոս Արաքյալը եկեղեցին ներքին հարցերու մասին գխոսի, գեղեցիկ ձևով գխոսի նաև թե ինչպես հավատքի մարդիկ գանչված են դժբախտաբար կամ բարեբախտաբար դարաբանքների եւ դժվարությունների անցնելով բահեն իրենց հավատքը հավատարիմ Աստծո խոսքին վրա։ Այսօր սիրելի քույր եղբայրներ, աշխարհի 4 կողմի ճագերտյալս եմ հավատացյալները հարադև չեն իրենց հավատքի խոսքի վրա, հարադև չեն իրենց նվիրման վրա, իրենց դավանանքի վրա, ամեն օր աճ եւ ցախ կվազեն, տարբեր հարցերով սպաղված, տարբեր նեղություններու մեջ են անցած, գմորնան թե ինչ է իրենց հավատքի հիմքը։ Պետրոս Արաքյալ եւ ամբողջ նոր գտակարանը մեզ գսորվեցնե թե ճշմարիտ հավատացյալը հաստատ է Հիսուս Քրիստոսի խոսքի վրա, հաստատ է Տիրոջ սիրո մեջ, հաստատ է Սուրբ Օգի զորությամբ գայլելու այն ճշմարիտ արդար մաքուր կյանքը Հիսուսի նման այս աշխարհին մեջ։ Մենք գրոնականներ չենք, մենք գրոնքը հետևորդներ չենք, մենք այս եմ այն գազմագերբությունները հետևորդներ չենք, մենք ուզենք Տեր Հիսուս Քրիստոսի անձին եւ խոսքին հետևիլ միայն։ Տարերու ընթացքին այս պատմությունը ավելի այս պայքարը մղված է։ Տարերու ընթացքին երբ սկսավ եկեղեցին հիմնվել իբր հաստատություն, իբր երբեմն պետական հաստատություն, այդտեղ գործընծուց եկեղեցին աստվածային ճշմարիտ խոսքի զորությունը եւ դարձավ գազմագերբիչ, գազմագերբչական հաստատություն։ Բայց սիրելի քույր եղբայր, կոչ կնեմ քեզի որ դու պիտի նայես Հիսուսին, Հիսուսն է քո միակ նպատակը։ Եթե մենք քրիստոնյա գոչվենք, քիչ հետո պիտի գարտանք ադոր մասին, մենք Քրիստոսի հիմքի վրա պիտի մնանք։ Եվ ոչ թե մարտագետրոն կամ մարդոցմե ստեղծված ծիսապանություններ, գաղափարներ, վարդապետություններ, ուսումնասիրություններ, ինչ որ այսօր գտեսնենք աշխարհի 4 կողմը տարածված դարբեր միջավայրներու մեջ, դարբեր գազմագերբություններու մեջ, դարբեր ազգերու մեջ, մարդը գուզե առաջ ելնել։ Կարծեք մարդը գուզե Քրիստոսեն առաջ անցնել։ Անոր համար սիրելիս, դու եւ ես կանչված ենք ճշմարիտ հավատքի մարդը լալով, կանչված ենք մենք Տիրոջ խոսքին մեջ կատարյալ հաստատվել։ Նայեցեք ինչ կսե Պետրոս եկեղեցին։ Եկեղեցին, ինչպես միշտ կսեմ, այդ հավաքույթն է, այդ միապանությունն է, այն մարդկանց, որոնք գսիրեն Հիսուսը, բրգված են Հիսուսով եւ գուզեն ծառայել Հիսուսի։ Այդ է եկեղեցին, որ Սուրբ Գիրքը մեզ գսորվեցնե։ Անոնք որ Տիրոջմե ստացած են այն Սուրբ Օգին, միապանված են երրորդության եւ իրարմով գուզեն Տիրոջ ներկայությունը վայելել իրենց պարապանությունով, պաշտամունքներով, բայց նաև միապանված այս աշխարհին արտարություն կբերեն, օգնելու, սիրելու, բարձրացնելու մարդկանց եւ մասնավորապես մարդկանց առաջնորդելու փրկության ավետարանի ճանապարհին։ Հալելույա։ Այս է եկեղեցին։ Եկեղեցին շենք չէ, նորեն կգտնեմ, եկեղեցին հաստատություն չէ, եկեղեցին մարդաշեն, այսպես գազմագերբություն չէ, եկեղեցին հիմնված է Աստվածաշունչի խոսքին, որ մենք ունենք մեր ցերկերու վրա, միամ մեզի գինա այն Աստվածաշունչի խոսքը գարտանք, սերդենք, յուրացնենք, հնազանդենք եւ փոխանցենք։ Ամեն, հալելույա։ Ուրեմն, գլուխ 4 համար 7-ն Պետրոս Արաքյալը այս խոսքերը գսեմեզի։ Սակայն ամեն բանի վախճանը մոդեցեր է։ Ուստի ըզգաստ եղեք եւ աղոթքի մեջ արթուն գեցեք։ Պետրոս երբ որ այս համարը գկրե 7-րդ համարը, գկրե 2000 տարի առաջ։ Եվ 2000 տարի առաջ կսե ամեն բանի վախճանը մոտեցեր է։ Ինչ բանի մասին է խոսքը։ 2000 տարի անցած է եւ դեռ վախճանը եկած չէ։ Եվ շատ մարդիկ կսեն ուր է այն խոստումը, ինչ որ Պետրոս պիտի ասե երկրորդ գլխուն մեջ, երկրորդ քիրքին մեջ,
Ուր է այն խոստումը, որ դուք կսեք Հիսուս պիտի կա, ուր է 2000 տարի է չեկավ։ Այդ վախճանի մասին, որ դուք կկարոզեք, ուր է այդ վախճանը։ Եվ շատեր մինչև այսօր ալ սիրելիներ կձիծաղան մեր վրա։ Աշխարհի վերջի մասին կխոսիկ, գսեն, ուր է աշխարհի վերջը։ Հիսուս պիտի կա գսեն, գսեք, ուր է Հիսուսի գալը։ Պետրոս այստեղ հստակ ցեվով գսե ամեն ինչ հասած է իր վախճանին։ Ասել է որ Աստծո կողմէ ուրիշ ընելիք բան չկա։ Աստված վերջագետը դրած է մարդու պատմության։ Աստված Հիսուս Քրիստոսով երբ եկավ, խաչ ելավ, հարություն արավ, համբարձավ եւ Հիսուս հոր աջ կողմը նստավ, Սուրբ Հոգին ղրգեց, այլ ուրիշ բան չկա ընելիք Աստծո կողմեն, բացի Հիսուս Քրիստոսի վերադարձը։ Ուրեմն այո, վախճանը մոտեցել է, քանի որ մեկ բան կսպասենք Աստծո Հիսուսի վերադարձը։ Այլ ուրիշ բան չկա։ Ամեն ինչ Աստված ըրավ։ Ինչ որ պետք է էր մարդ Արարածին ըրավ, անոր համար է որ սիրելիներ Աստծո առաջին բանը որ դու պետք է սպասես, այդ է որ դու ապաշխարես։ Ուրիշ բան չկա։ Սպասելիք բան չկա Աստծո։ Միայն թե դու ապաշխարես, հանձնվես Հիսուսի եւ Աստված դառնա քո հայրդ Հիսուս Քրիստոսով։ Վախճանը մոտեցել է։ Աշխարհի վերջը պիտի կա, Տատաստան պիտի լա, քիչ հետո պիտի խոսենք։ Այս բոլորը արդեն գարկատրված է։ Այս բոլորը արդեն գնքված է։ Այս բոլորը արդեն որոշված է։ Ուրիշ բան չսպասեր Աստված։ Ամեն ինչ կատարված է։ Ամեն ինչ կսե կատարվեցավ, երբ Հիսուս խաչ ելավ։ Ուրեմն մեզի գինա սիրելիներ մեկ բան։ Մեզի գինա իսկապես հավատալ, որ ամեն ինչ վերջագետը մոտեցել է։ Եվ քանի որ գսե այս բոլորը վերջագետին վախճանին մոտեցել է, ինչ կմնացեցի անել գսե Պետրոսը, երկու բան. զգաստ լալ եւ աղոտ գնել։ Զգաստ լալ, որ աշխարհի փորձություններուն մեջ, հրաբուրիչ ուղություններուն մեջ, անձնագետրուն ծրագիրներուն մեջ չմտնենք։ Եվ որ գսե զգաստ եղեք, ասել է արթուն եղեք, չսահիկ, չվիրիբիկ, չխանկարվիկ, մտկերնիդ ուրիշ բաներով չսպաղվի, զգաստ եղեք, գետրոնացեք, ինչին Հիսուսի երկրորդ կալստյան։ Անորամար գետրոնացեք մակրվելու, գետրոնացեք սրբանալու, գետրոնացեք ապաշխարելու, սղճալու, գետրոնացեք Աստծո խոսքին հնազանդ ըլլալու, անձնական հաջուկներեն դուրս գալով ամեն բանի վախճանը մոտեցել է, ուրեմն զգաստ եղիր, մի հրաբուրվիր, քո կյանքի ծրագիրներդ ուշադրություն արել։ Մենք, երբ որ գսենք մենք անոնք որ Հիսուս Քրիստոսի գեհետևին, իրենք աշխարհի չեն նմանիր։ Այսօր մասին ես խոսել եմ արդեն անցյալ շաբաթ, 3 շաբաթ առաջ։ Ուրեմն, երբ որ մենք Տեր Հիսուս Քրիստոսը ընդունած ենք, մենք ունենք ծրագիր, մենք ունենք նպատակ, մենք ունենք աբակա։ Եվ այդ ծրագիրը աբական մենք անոր համար զգաստ պիտի որ չշեղինք մեր նպատակին։ Օրինակ, եթե մեկը գուզե ճամփորդել, գերտա օտագայան ճամփորդելու։ Առաջին բանը որ գնա երբ օտագայան ներս կմտնե, գնայի, թե իր օտանավը որ թուրեն պիտի թրի։ Ինքը ժամանակ չուզեր գործընծնել։ Գուզեր հասնել այն թուրին, որ մե պիտի նստի օտանավ եւ պիտի թրի։ Ուրեմն ինքը պետք է զգաստ լա հետևի այն ուղեցույցներուն, որ հասնի այն օտանավին, որ իրեն պիտի դանի դվյալ երկիր։ Ուրեմն եթե ինքը գետրոնացած չլա, զգաստ չլա, սխալմամբ գերտա ուրիշ օտանավ կնստի։ Եվ իր օտանավը կգնա փախցնել։ Նույն բանը հավատացյալը։ Մենք ունենք նպատակ, մենք ունենք ճամփորդություն, մենք ունենք դեսիլք, մենք ունենք աբակա, եւ մենք զգաստ պիտի լանք, որ այդ ուղղությունեն չշեղվենք։ Եվ նեղությունները քիչ հետո պիտի կարդանք, նեղությունները, հալածանքները, հիվանդությունները, դժվարությունները գրնան մեզ շեղել, եթե մենք հաստատ չմնանք մեր ուղեցույցին մեջ։ Ինչ որ այսօր շատ հավատացյալներ շեղված են իրենց նպատակեն, չեմ ասեր անհավատ են, այլ շեղված են իրենց նպատակեն։ Իրենց նպատակը բզդիկ ունենալ, ընկերություն անել, ամուսնանալ, ինչ գիտեմ, այս բանը, այն բանը, նպատակը կփոխվի, բայց մենք չունենք նպատակ բացի Տեր Հիսուս Քրիստոսի նմանվելու եւ իր ջամփուն մեջ հորը գամքը կատարելու։
Եվ այս մնացած բոլոր բաները, որ Աստված գուտա մեզ փառք իրեն, այո, բայց այդ պետք չէ դառնա մեզ նպատակ։ Մեր նպատակը առողջ ապրիլ չէ, մեր նպատակը տրամ ունենալ չէ, մեր նպատակը դուն շնել չէ, մեր նպատակը այս կամ այն հարցերը լուծել չէ, մեր նպատակը մեր աբակայեն չշեղվիլն է։ Եթե, եւ այստեղ են գերևնա, եթե դուն վերստին ծնված ես։ Դարբերությունը վերստին ծնված մարդուն եւ փերանացի սեմ աստվածավախ կամ անհավատ մարդուն, այդ է որ վերստին ծնված մարդը իր նպատակեն չի շեղվիր։ Դանիելը եղիր գսե երբ մգա նպատակետ մի շեղվիր։ Ինչու։ Քանի որ Հիսուս մեզի նպատակի մեջ դրավ։ Զգաստ լալու մեջ կամ մենք գիտենք ուր գերտանք։ Ուրեմն զգաստ եղիր, արթուն գեցիր եւ աղոթքի մեջ եղեք։ Աղոթքը մեզ պիտի օգնե, որ մենք գիտնանք, մենք ով ենք, ով է մեր Աստվածը, ինչ կսե մեր Աստվածը, ինչ է մեր նպատակը, ով է մեր չորս կողմինները, մենք Քրիստոսի մարմինին մեջն ենք, աղոթքը մեզ պիտի օգնե, որ մենք հասկանանք մենք ով ենք։ Աղոթքը միան խնդրանք չէ, ինչ որ շատերը կգործեն։ Կամ անկիր կոց սորված բանաստեղծություն չէ աղոթքը։ Աղոթքը մեզ գաստեցնե, որ մենք գիտնանք մենք ով ենք, ուր գերտանք, խոսքը ինչ կսե։ Երբ աղոթքի մեջ կմտնանք, մենք կհիշենք Հիսուսի խոսքը, կամ կսորվենք Հիսուսի խոսքը։ Եվ մենք արթուն կլանք, արթուն կգնանք, չենք շեղվիր։ Մեր ըսկացումներով չենք կայլեր, որչափ աղոթքի մեջ լանք, անչափ մեր ըսկացումներեն դուրս կուկանք, մեր փաթավորության գիծերը կփոխվին, մեր նպատակները կփոխվին, ինչու, քանի որ այստեղ համարը գսե զգաստ կեցեք, մենք զգաստ ենք։ Մենք ամեն քամիի ուղղության չենք երթար։ Ամեն ալիքի ուղղության մեջ չենք երթար, մենք զգաստ պետք է լանք։ Մենք զգաստ ենք Հիսուս Քրիստոսով, քանզի մենք գիտենք կյանքի նպատակը։ Այս է քրիստոնյա ճշմարիտ հավատացյալը։ Ամեն, փառք Տիրոջը։ Ուրեմն, քանի որ գիտեք այս բաներում բոլոր վաղճանին մոդենալը, զգաստ եղեք, աղոթքի մեջ արթուն գեցեք, եւ 8-րդ համար գսե ամեն բանի առաջ իրարու հանդեպ սրտանց սեր ունեցեք, վասնզի սերը մեղքերու բազմությունը գծածկե։ Ինչու գսե իրարու սեր ունեցեք։ Քանի որ երկնքի մեջ սերն է որ պիտի դիրե։ Եվ եթե մենք զգաստ ենք վեր ելնելու, ուրեմն գսե վարժվեցեք այստեղ սիրել իրար, ինչպես Հիսուս սիրեց։ Ոչ թե մարդկային զգացումներով, ոչ թե մեր բնավորության գիծերով։ Մեր մարդկային սերը այսօր գա վաղը չի գա։ Մեր ընկերային սերը այսօր գա վաղը չի գա։ Մեր ինչ գիտնամ մեզ սիրողներուն սիրելը այսօր գսիրենք, վաղը գադենք։ Քանիներ անչափ իրար գսիրեն, հետո գներվին իրար մե, իրարու ամենեն վատ թշնամին գլան։ Ուրեմն այն սիրով չէ որ պիտի սիրենք, այլ պիտի սիրենք այդ հավիտենական սիրով։ Այն սերը որ Հիսուս Սուրբ Հոգիով մեր մեջ կտնե։ Իրարու հանդեպ գսե։ Ինչու իրարու գսե, քանի որ եկեղեցի մասին է խոսքը։ Նախ եկեղեցի ընտանիքը Քրիստոսի հետևորդները, Քրիստոսի մարմինը, որ եկեղեցին է, իրար հանդեպ պետք է սորվին ինչ որ գա երկինքը։ Եվ երկինքը գսե, թող հիմա հոս մնա հավատք հույս սեր, եւ ասորում է ամենամեծը ինչն է, սերն է։ Երկնքի մեջ կա սեր, այն նվիրյալ, այդ վստահելի, այդ բարձ, այդ ուղիղ, այդ անշահախնդիր սերը իրարու հանդեպ ունեցեք։ Իրարու հանդեպ ամեն բանի առաջ, ըսել է ովևէ մեկ ծառայություն ունելեն առաջ, ովևէ մեկ գործ ունելեն առաջ, եկեղեցին մեջ սորվիր երկնային ճշմարտությունները ապրիլ։ Եկեղեցին երկնքի գրնամսել հայելին է։ Այդպես պետք է լա։ Դժբախտաբար այդպես չեն, քանի որ եկեղեցի մեջ կան երբեմն մարդիկ, որ գուզեն իրենց անձը առաջ բերել, եւ նույնիսկ անաբաշխար մարդիկներ կան, ոչ վերստին ծնված մարդիկներ կան, կամ շատ հոգեվոր բաներ խոսողներ կան, բայց աբրոներ չկան, անոր դժբախտաբար շատերուն մոտ եկեղեցին քայթաղություն կդառնա։ Երբեմն հավատացյալները քայթաղություն կդեն անհավատներուն, բայց այդպես չէ ճշմարիտը։ Շիդակ չի ադիգա։ Եկեղեցին երկնքին հայելին պետք է լա։ Ինչու։ Քանի որ եկեղեցիի մեջ Սուրբ Հոգին կփնագի։ Պետք է այդպես լա։ Որքան մենք Սուրբ Հոգին դեղ գուտանք, այնքան եկեղեցին կդառնա կնմանի
երկնքի եւ այդպես մենք պետք է աշխատենք, այդպես մենք արթուն պետք է գնանք, այդպես պետք է քարոզենք, այդպես պետք է սիրենք, այդպես պետք է աղոթենք, որ եկեղեցին դառնա երկնքի հայելին։ Ուրեմն Պետրոս եկեղեցին գխոսի, անհամար հիմա ես եկեղեցի մասին գխոսի։ Պետրոս կսե իրար ամեն բանի առաջ իրարու հանդեպ ունեցեք այն սերը, վասնզի սերը մեղքերու բազմությունը կքավե նորմալ է, ինչու գծածկե, քանի որ եթե սեր ունիս, թիմացինին դու գներես։ Եվ որ իրական կսիրես, շուտ կներես։ Շատ մարդիկ չեն կարող սիրել, ներողություն, չեն գրնար ներել, ինչու, քանի որ սիրո պակաս կա։ Եթե դու իրական սիրես, դու պիտի ներես։ Ծնողներ, անոնք որ ծնող կեն մեր մեջ եւ գեհետևին, քու զավակները քանի անգամ քեզ նեղացուցին։ Քու զավակդ որչափ քեզ լացուց։ Բայց ինչ ուրիշ ներեցիր, սիրեցիր, ընդունեցիր, ինչու, քանի որ քու զավակն է գսիրես։ Նույն բանը եկեղեցին, թե մենք Քրիստոսի մարմին ենք, պետք է սորվենք այնքան սիրել, որ ներելը մեզի պրոբլեմ չլա, որ ներելը մեզ համար բարձր լա, եթե սեր գա, ներում գա։ Անոնոմար կսե, սերը ամեն մեղքերը գծածկե, ող չես պահեր, փարգություն չես պահեր, մեջը չարություն չգա, եթե սեր գա, իսկ եթե սեր չգա, ուրեմն դու խնդիր ունի Սուրբ Օքին հետ։ Քանի որ Սուրբ Օքին Աստծո սերը մեր սրտերը ներս կտնե։ Եթե դու սիրո բագաս ունիս, սիրո խնդիր ունիս, դու Սուրբ Օքին հետ պրոբլեմ ունիս։ Վերստին ծնված ալչես դերևս։ Դերևս քո մեջը Սուրբ Օքին չի կործեր։ Ահավասի քեզ գոչ, զղջա եւ ապաշխարե։ Տիրոջ արչեւ ձունգի է գուր եւ ասե դեր ինձի այդ երկնային սերը դուր, որ ես ամեն բանի առաջ սիրեմ իմ եղբորս իմ քրոջս եւ պատրաստ եմ ինձ բարձրացնելու, իր լավը փնտրելու եւ ներելու, ամեն մեղք ծածկելու։ Ամեն։ Երկու համար միան խոսեցանք։ Համարինը նորեն գսե իրարու հյուրասիրություն ցուցեցեք առանց դրդունջ անելու։ Հյուրասիրություն։ Բարդ տիրոջ որ մեր հայերուն մեջ այդ հյուրասիրությունը քիչ մը շատ է։ Ինչ որ լավ է։ Շատ մասկերուն մեջ հյուրասիրության խնդիր ունին։ Բայց մենք ալ երբեմն հյուրասիրությունը դրդունջով գնենք։ Անորոմար շեշտե Պետրոս կսե հյուրասիրություն ցույց տվեք իրար, բայց առանց դրդունջի։ Մի հյուրասիրեր, եթե սիրտ չունիս հյուրասիրելու։ Բայց մենք կանչված ենք հյուրասիրելու։ Շատ մահավատացյալներ այսօր իրենց դունը երբեք չեն բանար քույր եղբայր հրավիրելու։ Զարմանալի։ Եվրոպայի մեջ շատ ավելի։ Նույնիսկ հայերը, որ այսօր Եվրոպա կան, եվրոպացիներն ավելի շատ կլան, շատ վատ կլան այդ առումով։ Դուրերին չեն բանար, ոչ մեկ հյուր չի գա, եկեղեցի մարդիկ երբեք իրենց դունին խաբար չեն, լուր չունին, ուր է մեր հյուրասիրությունը։ Իրարու հյուրասիրեցեք։ Եվ այստեղ շատերը միշտ այսպես հարված կուդան ուրիշ քույր եղբայրներն ուսելով ինձ իր դունը չի հրավիրել, ես կսեմ իմ սիրելի քույր եղբայր դուն հրավիրե։ Հյուրասիրություն ունեք։ Սիրեցեք, բարձրացուցեք, օրհնեցեք, ընդունեցեք։ Գիտեք, դան մեջ հյուրասիրություն անելը շատ ավելի մեծ շնորհք ունի, քան թե քու հյուրասիրությունը դանից ուրիշին դունը։ Երբ որ մենք մեր դուները կփանանք, երբ որ մեր դուները կփանանք եւ կհյուրասիրենք, չմոռնաք Պողոս Պետրոս այստեղ որ գխոսի, եկեղեցին դուներու մեջ էր։ Եկեղեցին սրահներու մեջ չէր, շենքերու մեջ չէր, ամեն մեկը իր ինչպես եմ իր ներքին դունը կհրավիրեր մարդկանց։ Եվ այդտեղ մդերմություն ավելի զորավոր էր, ավելի հստակ էր, ավելի մաքուր էր։ Քանի որ քո դունդ մարդ կհրավիրես, ավելի մդերիմ կսկաս այդ մարդկանց, քան թե երկուքով երթակ եկեղեցաշենքի մեջ։ Չմոռնաք, եկեղեցին Քրիստոսի մարմինն է, այդտեղ պետք է լա շփում, այդտեղ պետք է լա միապանություն, այդտեղ պետք է լա սեր եւ իրար հյուրասիրել։ Ուրեմն եթե մեկը գա ծեր մեջ, որ շատ իր դունը չի բանար, եղբայրները, քույրերը իր եկեղեցի, դեղական եկեղեցի մեջ հրավիրելու, այսօր որոշե հերացային ռեմիկանիներուն հրավիրեք քո դունը։ Այո, հյուրասիրությունը Աստվածաշնորհ բան է։ Ուրեմն ուշադիր եղեք սիրելիներ։ Մենք կուզենք Տիրոջ խոսքը կատարել, մենք կուզենք երկինք երթալ ամեն, բայց այստեղ դերը սորվեցնե մեզի երկնքի միապանությունը։ Աստված այնքան հյուրասեր է, որ իր միածին որդին ղրգեց եւ մեզի իր դունը պիտի հրավիրե Հավիդյանս Հավիդենից։ Այսպես ասեմ դերևս ավելի հստակ կլա։ Հավիդյանս Հավիդենից դերը մեզի իր
Դունը պիտի հրավիրե։ Հյուրասիրություն պիտի անե։ Ուրեմն հյուրասիրությունը կսե իրարու առանց տրդուն չընելու։ Մի վախնար, անոնք որ մեր մեջ քիչ մը ինչպես ասեմ, գծի ասեմ արդյոք։ Գծի են, չեն սիրել արադացեն չեն, դերևս գսեն որ հա հիմա հյուրասիրենք տրամ չունենք, ինչպես պիտենենք այսքան մարդան, հոգմիներ, հավատքի քայլ է այս։ Քու սիրելի եղբորդ, քրոջդ, որուն հետ հաղորդակցության մեջ ես, հյուրասիրե, ընդունի, բեր իրեն, կանչե, սեր ցույց տուր, մեղքերը քավե, աղոտ կրեք միասին, արթուն գեցեք միասին։ Հալելույա։ Գտեսնեք, Պետրոս այստեղ մեզի ինչպես կսեմ, ցույց կուտա, որ հավատքը շատ կորձնական է։ Եկեղեցի մեջ հավատքը միան պաշտամունք չէ, որ դու գիրագի օրը կաս 2-3 հատ աղոտ կմնես եւ ասես ամեն։ Քո պաշտամունքը պիտի երևնա քո սիրո մեջ, եղբայր քույրերու հարաբերության մեջ, հյուրասիրելու մեջ։ Սամ շատերը այս կետի վրա որոշումներ կառնենք այսօր։ Հուսամ այս եկեղեցական շարժումը, հավատքի շարժումը հուսամ քո մեջ դեղ կգտնի։ Ուրեմն գսե ամեն մեկը ինչ շնորհք որ արավ համարդասը զանիգա իրարու մատակարարեցեք Աստծո զանազան շնորհներեն բարի դնդեսներու պես։ Ուրեմն գսե Աստված ցեզի շնորհներ տվավ, բարգևներ։ Ինչ բարգև որ ստացաք, իրարու մատակարարեցեք, իրարու հետ շարժի տրեք, իրար օգնեցեք։ Ինչ շնորհք որ ստացար, այն շնորհքը փոխանցեք քո եղբոր եւ քրոջ հետ, որուն հետ հավիդյան պիտի ապրիս երկնքում։ Նայեցեք այստեղ 3 անգամ իրարու բառը կա։ Այդտեղ գսե իրարու հանդեպ սրտանցեր ունեցեք, իրարու հյուրասիրություն արեք եւ իրարու ձեր շնորհքները մատակարարեցեք։ Ինչ բան որ դիրոջ մեջ ստացել ես, քո քրոջդ եղբորդ օրդն է այդ բանով։ Այսինքն միան հոգևոր պաշտամունքային ծառայության մասին չէ խոսքը, այլ քո բարգևները։ Շատ քույրեր լավ բարգևներ ունին, լավ բան եպելու օրինակի համար։ Եպեցեք, օրդեցեք 4 կողմիներում։ Ուրիշները դերևս լավ բան երկելու դերևս բան ունին, շնորհք ունին։ Այդպես է որ քույրդ եղբայրդ ուրախանա քո բարգևով։ Մեր բարգևները ինչ որ մենք պիտի փոխանցենք դիրոջ տան մեջ օրդնելու, իրարու մատակարարել, իրարու ներել, իրարու սիրել, իրարու հյուրասիրություն ունել։ Այս եկեղեցին է, որ այսօր դժբախտաբար սիրելի քույր եղբայրներ, եկեղեցիներուն մեջ չկա այս բանը։ Չկա այս բանը։ Միշտ կուքանք ստանալու, երբեք չենք դարձալու։ Ուրեմն փորձե փոխե քո մտածելակերպը փոխե։ Հյուրասեր եղիր։ Քո դունդ բաց, քո սիրելի քույր եղբայրներուն կգրտնեմ, քանի որ այս բանի մեջ շատ բաներ տեսել եմ։ Իբր հովիվ շատ բաներ կտեսնեմ, որ մարդիկ կան, որ իրենց դունը ոչ մեկը չի եկած։ Կամ չեն հրավիրել եկեղեցի մարդկանց, այդտեղ խնդիր կա։ Դու անհնազանդ ես նույնիսկ։ Ուրեմն ուշադիր եղիր այս հարցին մեջ։ Ինչ որ շնորհք ստացաք Աստուծո զանազան շնորհները, որ Աստված տվավ Սուրբ Հոգի բարգևներն են այսոնք, կորձի տրեք։ Գիտեք Սուրբ Հոգի բարգևը նաև հյուրասիրություն է։ Սուրբ Հոգի բարգևը քեդին ավլել է։ Սուրբ Հոգի բարգևը աթոր շտկել է նաև։ Սուրբ Հոգի բարգևը այս բոլոր այն բաներն են, որ դու պիտի ունես քո եկեղեցի քուր եղբայրները բարձրացնելու նպատակով։ Այն բարգև է Սուրբ Հոգին։ Բայց դժբախտաբար շատեր բարգև կգարձեն միկրոֆոնով երգել, միկրոֆոնով քարոզել, բարգև կգարձեն Սուրբ Հոգի ինչ գիտնամ լեզուներ խոսիլ, հրաշքներ անել, մարգարեություն անել, այս բոլորը կան, բայց նաև Սուրբ Հոգի բարգևը սիրելն է, Սուրբ Հոգի բարգևը բարձրացնելն է, Սուրբ Հոգի բարգևը ասի քեդին ավլելն է, աթոր շարելն է, քրոջդ բարևելն է, ուրախ ըլլալն է, մարդ հյուրասիրելն է։ Այո, Սուրբ Հոգի բարգև է հյուրասիրությունը։ Ամեն մարդ չունի դժբախտաբար։ Անորոշ զղջանք այս կետին վրա։ Ամեն հուսամ գեդեվի կանոք որ գեդեվին Facebook-ով գրնակ մեզի Facebook-ով գապնվել մեր հետ։ Մյուսերը չեք գնալ, բայց Facebook-ով հետևորդները գրնակ մեզի հետ կապնվել։ Բարի դնդեսներու պես։ Դնդես ասել է Աստված բամը հանցնեց քեզի
եւ գուզե որ ինչ որ հանցնած է այդ հանցնածին հանցնածը զարգացնես։ Եթե քեզի բամը հանցնած է, պիտի զարգացնես։ Քեզ դված է կարողություն խոսելու, զարգացուր այդ խոսելը։ Քեզ դված է կարողություն, ինչպես ասեմ, լավ գերագուր եպելու, այդ լավ գերագուր եպե քուր եղբայրներուդ մասնագից է։ Քեզ դված է բամը, որ դու պետք է զարգացնես։ Հոգևոր բարգևներ, ֆիզիկական բարգևներ, ընկերային բարգևներ, դաղանտներ, ինչ որ դված է զարգացուր։ Աստուծո դված շնորհքը բարի դնդես եղիր։ Քանի որ մենք գիտենք, այդ որ մեկ դաղանտ ստացավ, գսե սուրբ գիրքը գնաց բահեց եւ դանդերը եկավ եւ շատ խիստ վարվեցավ, ասավ ինչու բահեցիր։ Պետք է որ զարգացնեիր։ Ուրեմն ինչ որ դերը դված է քեզի, զարգացուր։ Սիրելի քույր եղբայրներ, հոգևորը լալը այս բոլոր բաներուն մեջն է։ Այս բոլոր մանր բաներուն մեջ Սուրբ Օքին քեզ գմղե, եթե ագանջ ունիս գլսես։ Ագանջ ունեցողը թող լսե թե ինչ կսե Սուրբ Օքին։ Եթե մեկը գխոսի, Աստծո պատկաններուն պես թող խոսի։ Մեկ խոսքով, եթե խոսք կառնես, եկեղեցի մեջ, եղբայր քույրերով, այդպես թողլա որ քո խոսքդ ուշադիր եղիր։ Աստուծմե եկած պատկամ թողլա։ Մարդկային խոսքեր մի խոսիր։ Ուրեմն եկեղեցի մեջ խոսք առնող ծառայությունը, խոսքի ծառայությունը անշուշտ, բայց նաև գա սերդողության ծառայությունը կա։ Նաև գա բարձ խոսակցությունը, հոգևոր խոսակցությունը, որ կարելի է ունենալ Դիրոջ տան մեջ չմոռնակ, Դիրոջ տան մեջի մասին է խոսքը։ Ուրեմն այս ինչ որ Դիրոջ տան մեջն է, խոսակցությունը թող այդպես լա, որ Դիրոջ մեջ ստացած լա պատկամները։ Անշուշտ շատ ավելի կարևոր է պատկամապերը, քարոզիչը, սերդողությունը նողը, շատ ավելի կարևոր է թե ինչ խոսք կփոխանցի, որուն խոսքը կփոխանցի։ Պատկամապերը թող Աստծո կողմեն խոսի։ Եվ եթե մեկը մատակարարություն գնե, մատակարարությունը սեր է ծառայություն, քիչ առաջ ասի, կեդին ավլել, աթոռ շարել, սեղան փոխել, խոհանոցի մեջ, երկը, երդասարտականը, մանկականը, չեմ գիտեր, ինչ ծառայություն, այստեղ է մատակարարությունը սեր է ինչ ծառայություն, որ գմադուցանես քո քույր եղբայրներուն, ինչ որ գնես քույր եղբայրներուդ համար, այդ բոլորը Աստծո շնորհքին զորության համաձայն թողնե։ Մեկ խոսքով Սուրբ Օքիով լեցված։ Գիտեք, երբ որ փնդրեցին առաջին եկեղեցին մեջ, մարդիկ կսե, որ սեղաններուն ծառայությունն է, մեկ խոսքով գերագուր դա մարդկանց։ Շատ բարձ ծառայություն է։ Գիտեք, առաքյալները ինչ ասին։ Ասին մեզի այնպես մարդ փնդրեցեք, որ Սուրբ Օքիով լեցված լան։ Ասոնք ոչ քարոզիչ էին, ոչ եկեղեցի հոգևոր ծառայության մեջ պիտի մտնեին, բարձ մարդկանց սեղանին գերագուր պիտի նային։ Եվ առաքյալները ասին մեզի պետք է Սուրբ Օքիով լեցված մարդ։ Քանի որ ամեն մեկ փոքր բանը որ գնես Տիրոջը դան մեջ, պետք է Սուրբ Օքիի զորության, ինչպես այստեղ գրված է, Աստծո շնորհքի զորությունով պետք է լա։ Չգա փոքր եւ մեծ ծառայություն։ Դա Սուրբ Օքիով լեցված եւ մարդկային ծառայություն։ Կամ Սուրբ Օքիով լեցված ես, կամ մարդկային ծառայության մեջ ես։ Անորոմար Պետրոս կսե Տիրոջ դան մեջ իրարու սիրեցեք, իրարու համար աղոթեցեք, իրար մատակարարեցեք, իրար հյուրասիրեցեք, ինչպես կսե իրարու հանդեպ սեր ունեցեք, ինչ որ դերը դված է ցեզի փոխանցեցեք Տիրոջ զորությամբ, այս բոլորը Տիրոջ տան մեջ եւ նայեցեք համարին վերջը կսե որբեսի ամեն բանի մեջ Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսին ցերկով։ Եկեղեցին մեջ ինչ որ գնես, փոքրեն մինչև մեծ, այն բանը որ գերևնա եւ այն բանը որ չերևնար, ինչ որ գնես քույր եղբայրներուդ համար, նույնիսկ քիչ առաջ կսեմ նորեն գտնեմ հյուրասիրությունը որ գհրավիրես քո դան մեջ, այն բոլորը Աստծո փառքին համար պետք է լա Հիսուս Քրիստոսի ցերկով, որուն փառք եւ զորություն Հավիդյանս Հավիդենից ամեն։ Այո, Հիսուսի փառքի համար, հորը փառքին համար Հիսուս Քրիստոսի ցերկով ասել է ինչ, ասել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Օքի միջոցով պիտի անես մատակարարես Աստծո բոլոր շնորհքները։
ուր քո եղբայր քույրերուդ հետ անոնց հետ որ տուն պատրաստված ես կամ կպատրաստվիս երկինք երթալ հավիդենական օրտնությունը վայելել այնտեղ որ սեր կա հիմա կվնե գվարժվինք այնտեղ որ հյուրասիրություն կա հիմա կվնե գվարժվինք այնտեղ որ օրտնություն կա հիմա կվնե գվարժվինք ամեն ինչ Աստծո փառքին համար այս կսե համար հալելույա օրտնյալը լա մեր Տերը որ մեզ գսորվեցնե բարձ բաներ բայց ախ որքան խորունկ բարձ բաներ բայց ցավալի որքան հերու այսօր եկեղեցական նորմալ ապրուստներ են թող Տերը մեզ օգնե որ մեր հավաքույթները մեր դարբեր խմբակները մեր հոգևոր ընտանիքները ուր որ դրած է մեզ այնտեղ լեցվի այս խոսքի ճշմարտությունով որ մենք կարողանանք այս խոսքին համաձայն ապրենք իրար հետ 100 հոգի ենք 500 հոգի ենք կամ 10 հոգի ենք այսպես ապրենք խոսքին համաձայն նորեն գսեմ սիրելիներ մենք կանչված չենք այս կամ այն գազմագերբության այս կամ այն եկեղեցիին վարժություններուն սովորություններուն ոչ եւ ոչ մենք կանչված ենք Աստվածաշունչի իրականությունը սորվիլ նորեն կգրտնեմ յուրացնել եւ փոխանցել ամեն Տերը օրհնե իր խոսքը շարունակենք համար 13-ին սկսյալ կշարունակենք մեր ընթացքը հիմա գսե նորեն եկեղեցին չմոռնաք որ եկեղեցին հալածանքի մեջ է չմոռնաք որ եկեղեցին գհալածվեր գձաղրեին գցավցնեին նույնիսկ գսպաննեին հավատացյալներուն անժամանակ որ Պետրոս այս նամակը կգրե սիրելիներ գսե օդարփամի սեբեք այն նեղության փորփոքումը որ ցեզ փորձելու համար գլա կարծեք թե օդարփամ մցեզի հանդիպած է երբ որ նեղությունը գուքա մի ասեք այսինչ եկավ մեզի կարծեք թե գսե օդարփամը եղած է ոչ նեղությունը շատ նորմալ բնական է այն մարդուն համար որ ինք որոշած է երկնքի սկզբունքներուն հետևել այն մարդը որ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքին եւ սկզբունքին կհետևի այն մարդուն համար շատ բնական պետք է թվի բոլոր տեսակի նեղությունները հարցակումները հալածանքները եւ երբ որ հավատացյալը գսե այսինչ կբադայի ինձի ասել է որ ինք մեկ բան մորցեր է ինք մորցեր է որ ինքը այս աշխարհեն չէ եւ Հիսուս մեզ հստակ բացատրած է որ մենք պիտի ունենանք Հիսուսի ադեցին քեզ ինչ պիտի անեն եթե Հիսուսի մոտ մարդ ես քեզ ալ պիտի ադեն եթե դու աշխարհի մոտ մարդ ես քեզի հանկիս կցկեն դա որ շատերը գզարմանան եւ գգարձեն թե իրենց ամեն ինչ լավ պիտի լա ոչ որքան Տեր Հիսուս Քրիստոսի հետ կքայլես այնքան պիտի նմանիս իրեն եւ այնքան ինչպես իրեն ըրին այնպես ալ քեզի պիտեն ինչպես առաքյալներուն ըրին այնպես ալ քեզի պիտեն ինչու քանի որ դու գուզես երկնքի սկզբունքներով քայլել ոչ թե այս աշխարհի մարդկային համակարգներով ուրեմն օդարփամ մի սեբեք երբ որ նեղություններ գուքան քանի որ նորմալ է օդար չէ ինչ որ կհանդիպի ցեզի համար 13 ուրախ եղեք քանի որ Քրիստոսին ճարճարանքներուն հաղորդագից եք որբեսի անոր փառքին հայտնվելուն ադեննալ ցնծությամբ ուրախանաք երբ որ դու գճարճարվիս երբ որ դու գհալածվիս դու հաղորդագից ես Քրիստոսի ինչու քանի որ ինքն ալ այդ տեղեն անցավ ուրեմն ուրախ եղիր որ դու մեկ ես Քրիստոսի հետ այն նշան է որ դու մեկ ես Քրիստոսի հետ երբ քեզ գահալածեն երբ քեզ գանարքեն Աստծո խոսքին համար ուրախ եղիր դու մեկ ես Քրիստոսի հետ նայեք 4-րդ գլխուն առաջին համար ինչ կսե քանի որ Քրիստոս մեզի համար ճարճարվեցավ մարմինով դու գալ նույն մտքով զինվեցեք վասզի ան որ մարմինով ճարճարվեցավ մեղանչել է դատարեցավ նույն մտքով զինվեցեք ասել որ դու Քրիստոսի բես կմտածես Քրիստոսի խոսքին համաձայն կապրիս ավետարանի խոսքին ուղղությամբ կապրիս
Թուն բիդի չարչարվիս։ Ասեմ ցեզի չեմ ուզեր խապել ցեզ։ Պետրոսը չի խապեր մեզի, Հիսուս չի խապեց մեզի։ Քույր եղբայրներ, եթե մենք Հիսուս Քրիստոսի ուղղությամբ կքայլենք, եթե իր մտքով կշարժենք, նորմալ է որ մենք իրեն հաղորդագից ենք, եւ եթե հաղորդագից ենք, ինչ որ գնեն իրեն, քեզ պիտենեն, ինչ որ ըրին Հիսուսի, նույնը պիտենեն։ Ես ցեզ ասեմ, եթե հիմա Հիսուս նորեն մարմինով գար, նույն բանը գնային Հիսուսին, եթե ոչ ավելին, հիմա շատ ավելին կչարչարեին վստահ։ Ուրեմն այս բոլորը եթե դու գտեսնես, ուրախ եղիր, ոչ թե քանի որ չարչարանք ունիս, չէ, ուրախ եղիր, քանի որ դու հաղորդագից ես, ուրախ եղիր, քանի որ դու հաղորդագից ես Քրիստոսի չարչարանքներուն եւ նույն ցեվով ալ պիտի ուրախ ըլլաս, երբ իր երկնքի փառքին հետ հայտնվես։ Իր փառքին հայտնվելուն ադեննալ Թուն գսե ցնծությամբ պիտի ուրախանաս։ Չարչարանքներուն հաղորդագից ես, իր փառքին ալ հաղորդագից պիտի լաս։ Չարչարանքներուն հաղորդագից չես ուզեր նեղ ջամփան կալել, նեղ թուրեն ներս մտնել, իր փառքին ալ հաղորդագից պիտի չլաս։ Շատ բարձ է։ Ուր որ դերը է, այնտեղ մենք պիտի լանք։ Ինչպես որ Հիսուս ապրեցավ, այնպես մենք պիտի ապրենք։ Ինչ որ իրեն պատահեցավ, նույն բանը մեզի պիտի պատահի տարբեր ցևերով, որոնք հաղորդագից են իրեն։ Սուրբ Հոգին մեզ կգաբե Հիսուսին, հաղորդագից ենք։ Հաղորդագից ես ցավերուն, հաղորդագից ես փառքին։ Այս կսե Պետրոս։ Ուրեմն ցնծությամբ ուրախանանք, քանի որ հաղորդակցություն կա իր հետ։ Եթե Քրիստոսին անվանն համար նախադվինք, երանելի ենք։ Վասնզի փառքի եւ զորության եւ ազոհոգին ծեր վրա հանգչած է։ Ազոհոգին հանգչած է մեր վրա։ Ազոհոգին մեր մեջ հանգիստ կնե։ Երբ որ մենք գնախադվինք, մենք խոսքով երբ որ մենք հալածվինք, երբ որ մենք Հիսուսի պես ենք։ Որչափ Հիսուսի գնմանիս, անչափ Սուրբ Հոգին գհանգչի քո մեջ։ Չի բայկարիր քո անցիդ հետ։ Ուրեմն գսե ազդո Սուրբ Հոգին ծեր վրա գհանգչի։ Ծեր վրա գսե։ Շատ ուսմունքներ կան, որ գսեն Սուրբ Հոգին 5 դագարային մեջ վրաներ, մարդկանց վրան գուկար, նոր գդագանը մարդկանց մեջ ուկա, նայեցեք այս համարը շատ հստակ ցեվով գսե Սուրբ Հոգին ծեր վրա գհանգչի։ Մեկ խոսքով վերը, վարը, մեջը, գողքը նույնն է։ Միան նոր գդագամեջ Սուրբ Հոգին գհանգչի մեր մեջ։ 5 դագարային մեջ գուկար, կորձ գներ եւ գերտար, բայց հիմա Սուրբ Հոգին կփնագի մեր մեջ։ Ուրեմն այստեղ գսե որչափ Հիսուսի հաղորդագից ես, այնքան Սուրբ Հոգին քո մեջ կհանգչի։ Օրտնյալը լա այն խոսքը։ Օրտնյալը լա այս խոսքը, որ Սուրբ Հոգին կհանգչի այն բոլորին կյանքին մեջ, որոնք Հիսուսի հետ հաղորդագից են, իր անձին, իր խոսքին, իր սկզբունքին հաղորդագից են Քրիստոսի պես ապրելու։ Հուսամ թունալ այդպես ըլլաս, հուսամ թուն այդ մարդը ըլլաս, Հիսուսի ավելի հաղորդագից, Հիսուսի անձ ավելի ճանաչել, իր մեջ ավելի մտնել, որբեսի, այո, նեղություններ պիտի ունենաս մի վախնար, բայց որբեսի իր մեջ մտնելով դու պիտի ապրիս իր հաղորդակցությունը այս աշխարհի մեջ եւ նաեւ հավիդենս հավիդենից, իր փառքին հայտնվելու ժամանակը։ Սուրբ Հոգին գհանգչի ծեր վրա։ Արդարև անոնց կողմեն գհայոյվի անիգա, բայց ծեր կողմեն գփարավորվի։ Հիսուս գհայոյվի այսօր աշխարհի մեջ։ Հիսուս միան ճանապարհը, Հիսուս միակ թուրը, Հիսուս միակ արդարը, այս բաներ արդեն չենք լսեր։ Արդեն դեղը հասեր է սիրելիներ, որ Հիսուս եւ հետևորդները սկսած են խանգարվելու Հիսուսին հետևորդները սկսած են Հիսուսի պես հարվածներ ստանալու։ Իրենք անարգեցին Հիսուսին, այո, անարգված է Հիսուս այդ մարդկանց կողմեն, բայց ոչ ծեր կողմեն փառավորված է։ Մենք Հիսուսը կփառավորենք, մենք Հիսուսը կպաշտենք, մենք Հիսուսին կհնազանդենք, մենք Հիսուսին կնվիրվենք, այդ մարդիկ կհայոյեն, կանարգեն, կանիծեն նույնիսկ Հիսուսին, բայց ոչ մենք։ Մենք ճաշակել ենք Հիսուսը։ Մենք գիտենք մեր դերը։ Ողորմությունն է դերը մեզ, որ մենք ավելի մոդենանք եւ ավելի սիրենք Տիրոջը, ավելի հանձնվենք, ավելի նվիրվենք այն Հիսուսին, իրեն փառք։
Համար 15 Չլատ է ցեզմե մեկը չարչարվի իբրև մարտասպան կամ քող կամ չարակորձ կամ իրեն ուրիշին բանին խառնվող Գլատ է նայցեք գսե գչարչարվինք գալածվինք կանարկվինք գսպանվինք քանի որ մենք Հիսուսին հաղորդագից ենք քանի որ մենք Հիսուսին խոսքերուն համաձայն գաբրինք բայց նայցեք գսե չլատ է ցեզմե մեկը իբր մարտասպան իբր քող իբր չարակորձ եւ իբր ուրիշին կորզի խառնվող ցևով չարչարվի մեկ խոսքով չլատ է դուք չարչարվիք նեղանակ այս աշխարհի բես ապրելով նեղացեք չարչարվեք Հիսուսի բես ապրելով պրոբլեմ չէ դերը իր եկած ժամանակ ցեզ բիտ բարավոր է բայց չլատ է դուք այս աշխարհի բես լակ սդախոս քող չարակորձ եւ այստեղ գսե ուրիշի բանին խառնվող մենք երբեմն քիչ գտեսնենք այս իբր մեղք գսիրենք հետաքրքրությունը այդ մարդուն ինչ պատահեցավ այդ մարդը ինչ ասավ այդ մարդուն յետևեն ինչպես է ինչու այդ բանը ըրին գխառնվինք այս կամ այն մարդուն կորձին ադի մեղք է խառնագիչ ըլլալը խառնվիլը հետաքրքրված ամեն բանեն հետաքրքրվիս ոչ քրիստոնյան Քրիստոսով հետաքրքրվի շատ բաներու մեջ մի խառնվիր շատ բան մի բրբդեր մատը շատ տեղ մի տներ քեզ ինչ շատ կարևոր է այստեղ եւ որ գսե ուրիշի բանին խառնվող մի խառնվիր ուրիշին կյանքին մենք այսօր ունենք խնդիրներ դարբեր եկեղեցիներու մեջ հավատացյալներ որ գխառնվին ամեն ինչին որ իրենց չինար իր քեզի ինչ թրացին հարևանին դունը ով եկավ քեզի ինչ քո քրոջը այս կամ այն հարցը եթե եկավ քեզի բատմեց այո բայց եթե չբատմեց յետևե մի վազեր քեզի ինչ կխոսի ինչ կմտածի այս մարդը կամ այն մարդը եթե պետք է գուքան քեզի գսեն ուրեմն շատ մի վազեք այնտեղ որ քեզի չխառնվիր եթե քեզի ըսված է լսե եթե քեզի չի ըսված մի լսեր մի խառներ մի մտնար այդտեղ սատանայական բաներ կա ուրիշին բանով խառնվողը ուրիշին կյանքով խառնվողը պրոբլեմներ կա մի խառնվիր ուրիշին կյանքով դու եթե մեկ կյանքով գես խառնվիր Հիսուս Քրիստոսին կյանքը սորվիր հետաքրքրվիր իր կյանքով իր խոսքով իր մտքով չլատ է գսե ցեզ մե ոյվե մեկը խառնի չլա չարակորձը լա կամ չարախոս կամ քող ուշադիր եղեք հերու մնացեք եթե պիտի չարչարվիս իբրև քրիստոնյա բայց եթե չարչարվի իբր քրիստոնյա թող չամճնա հաբահադոր համար թող Աստծո փառք տա մի նեղանակ կամ մի հալածվիկ այդ մարդոց մե որ ցեզի գանարքեն ծեր մեղքերու պատճառով այդ ծեր պատճառն է բայց եթե դու իբր քրիստոնյա գահալածվիս փառք տուր Տիրոջը եթե գահալածվիս իբր Քրիստոսի հետևորդ փառք տուր Տիրոջը հիմա այստեղ քրիստոնյա բառը երկրորդ անգամ գրված է նոր գտակարան մեջ առաջինը գրված է Գործ Առաքելոց 11-րդ գլուխ եթե չսխալիմ եւ այստեղ քրիստոնյա բառը այդ օրերուն անարքանքի բառ էր հայոյանք էր մեգումը գահայոյ նսելով տուն քրիստոնյա ես ասել է տուն Քրիստոսի այդ ինչպես եմ չագերդյալ այդ անիծյալ մարդուն հետևորդն ես այսպես գահայոյին հավատացյալներուն Հիսուսի աշակերտներուն քրիստոնյա գսեին իբր հայոյանք մենք հիմա քրիստոնյա որ գսենք երբեմն բադիվ գարնենք բայց քրիստոնյան հայոյանք էր այն ժամանակ Քրիստոսի հետևորդները անարգված էին ուրեմն գսե Պետրոս գսե եթե թող չարչարվի իբր հայոյան քրիստոնյա որ իրեն գահայեն վնաս չունի թող չարչարվի թող այդ անարքանքը գրե թող այդ հայոյանքը ունենա խնդիր չէ քանի որ քրիստոնյան հայոյանք է այդպես է ուրեմն թող հայոյվի Քրիստոսի համար պրոբլեմ չի գա գսե Աստծո փառք թող դա քանի որ իրեն կհասկանան որ ին Քրիստոսի հետևորդ է ուրեմն ինչ մեծ բադիվ է որ մեկը գսե դու Քրիստոսի հետևորդ ես
թող չարչարվի, եթե այդպես է, բայց ոչ իբր անգարկ։ Մեկ խոսքով քո մեղքդ մարդը թող չի տեսնի, քո մեղքերդ այնպես է, որ մաքուրը լաս։ Թող անարգեն քեզ բարձրապես մեկ բանի համար, որ Հիսուսը գսիրես։ Բայց չլա թե քեզ անարգեն քո սդախոսությանդ համար, քո չարախոսությանդ համար։ Չլա թե քեզ անարգեն քո խառնիչ լալու համար։ Չէ։ Եթե պիտի անարգեն, թող անարգեն, բայց մեկ բանի համար։ Հիսուս Քրիստոսի հետևորդ ըլլալու համար։ Ամեն հուսամ գահասկնակ սիրելիներ, ինչ ծանր էր քրիստոնյաներուն վիճակը այդ ժամանակ։ Եվ ինչ հստակ պետք է հավատացյալը իր թիրքը բռնած ըլլար Քրիստոսի հետևելու։ Եթե չարչարվի իբրև քրիստոնյա, թող չամճնա, հավա ադոր համար թող Աստծո փառք տա։ Այո, հալածանքի օրերը կմոտենան, ասե Պետրոս, այն օրվան են հալածանքա եւ ես ցեզ ասեմ։ Այս վերջերս կգարտամ գիրքը, որ ամբողջ քրիստոնեության պատմությունն է։ Եվ ասեմ ցեզ, որ միշտ առաքյալներու օրեն մինչև այսօր այն մարդիկ, որոնք ուզեր են իսկապես Քրիստոսի եւ իր խոսքին հետևիլ, միշտ անարգված են, մեկ կողմ տրված են, գազմագերբված ինստիտուցիոնալ եկեղեցիներ են։ Այն եկեղեցիները, որ դարձված են ազգային եկեղեցի, գազմագերբված եկեղեցի եւ գամ ինչպես եմ այսպես ինչպես ասեմ այո, գազմագերբված եկեղեցի եմ, ազգային եկեղեցի եմ, այդ եկեղեցիները միշտ անարգված են այն հավատացյալները, որոնք որոշած են հավատարիմ լալ Տիրոջ խոսքին։ Միշտ է եղել։ Պետրոսի այդ խոսքը այսօր ալգա։ Այսօր ալ նույն հարցերն են։ Եվ որ գուզես հավատարիմ լալ Աստծո խոսքին, շատեր քեզ գմերժեն։ Շատեր քեզ չեն հրավիրեր։ Կան եկեղեցիներ, որ ինձ չեն հրավիրեր օրինակի համար, որ ես կարոզեմ։ Ինչու՞։ Կադի որ գխանքարեմ, կադի որ ճշմարտությունը գսեմ, շատերուն համար ադի արդեն լավ չէ։ Հասկնաք, նորմալ է, միշտ եղած է։ Միշտ եղած է, միշտ ալ բիդլա միջև Հիսուսի կալա։ Ուրեմն գսե իսկապես Թադաստանի օրը գմոդենա, այն օրվն է, երբ Քրիստոսի եկեղեցին հարազանքի կմատնվի Հիսուսի հետևելու պատճառով։ Եվ անոր համար գսե հաջորդ համարը, քանզի ժամանակն է, որ Թադաստանը Աստծուց մե դունենը սկսի։ Ասել է, որ այն վերջին Թադաստանը պիտի սկսի այն օրվն է, երբ Աստծո դունը պիտի անարգվի, պիտի հալածվի թռչիններեն։ Մենք շատ անգամ գահավատանք կգարձենք, որ Աստծո դունին մեջ Թադաստան պիտի լա, ոչ մենք համարը գսեմ ենք Թադաստանի ժողովուրդ չենք, եւ որ գարտանք Հովաննու ավետարանը, ան որ Հիսուս Քրիստոսի մեջ է, Թադաստանի մեջ չմտներ, բայց այս համարը գսե այն ժամանակ որ հալածանք պիտի կա քրիստոնյաներուն, որ արդեն չեն սիրեր, այդ արդեն նշան է, որ Թադաստանի օրը սկսած է, եւ պիտի սկսի, եւ պիտի կա այդ Թադաստանի օրը, այն օրը, որ հալածանքը կդառնա հստակ ձևով քրիստոնյաներուն թեմ, ինչ որ հիմա բոլորովին մենք մեջտ ենք։ Քրիստոնեական եկեղեցիներուն թեմ բամը չեն ներ, բայց Քրիստոսի հետևորդներուն այո։ Լավ հասկացաք։ Բաշտոնական Երևանի այդպես դիսապանական եկեղեցիները խնդիր չունին, բայց անոնք որ Քրիստոսի խոսքին եւ միայն խոսքին գեհետևին խնդիր ունին։ Եվ Թադաստանը օրը գերևնա իրենց համար, քանի որ հալածանք կա։ Քանզի ժամանակն է որ Թադաստանը Աստծո մեջ դունեն սկսի, եթե առաջ մեզ սկսի, ասել է որ եթե առաջ պիտի երևնա, թե ինչպես հալածանք կա քրիստոնյաներին, ճշմարիտ հավատացյալներուն, հաբա անոնց վերջը ինչ պիտի լա, որոնք Աստծո ավետարանին չեն հնազանդիր։ Աստված Թադաստան պիտի դե։ Թադաստանը հստակ է։ Թադաստանը պիտի լա բաժնելու համար Քրիստոսի ճշմարիտ հետևորդները այն եկեղեցի ըստված վիճակներուն մեջ են ճշմարիտ հետևորդները եւ հալածողները։ Ես ցեզ ասեմ, այսօր օրեր պիտի կան, որ քրիստոնյաները շագերտյալ պիտի հալածեն ճշմարիտ Հիսուս Քրիստոսի աշակերտներուն։ Անունով գոչված քրիստոնյաները պիտի հալածեն ճշմարիտ ավետարանի հետևորդ աշակերտներուն։ Այսպես եղած է ամբողջ պատմության մեջ։
ինչ մեծ ցավեր մարտասպանություններ եղած են քրիստոնյաներուն կողմեն Քրիստոսի աշակերտներուն։ Պատմությունը եթե գարտակ գրնակ գիտնալ։ Եթե գսե եկեղեցի ըսված մեջ քրիստոնեական մթնոլորտի մեջ հալածանքները պիտի լան մեկը մյուսին, ինչ պիտի լա ավելի վատ այդ մարդկանց, որ բոլորովին Աստծո խոսքեն հերու են ավետարանին չեն հնազանդիր։ Եվ նայեցեք այստեղ հստակ է Աստծո ավետարանին չեն հնազանդիր, ոչ թե չեն հավատար, ոչ թե չեն ընդունիր, այլ չեն հնազանդիր։ Քույր եղբայրներ, քրիստոնյա Քրիստոսի հետևորդ ըլլալը ավետարանին հնազանդիլն է, ոչ թե հավատալ, որ Քրիստոս կա, ոչ թե հավատալ, որ Աստված կա, ոչ թե հավատալ, որ ավետարանը շիրակ է, ոչ հնազանդիլ։ Երկրորդ Թեսաղոնիկեցիների մեջ մենք սերդեցինք, ինչ կսե, եւ Աստված կսե պիտի պատճա այդ բոլորին, որ Քրիստոսի ավետարանին չհնազանդեցան։ Ուրեմն հնազանդությունը կարևոր է։ Եվ այդտեղին գերևնա ճշմարիտ Քրիստոսի հետևորդ աշակերտները, անունով քրիստոնյաները եւ անհավատները։ Գիտեք, երեք տեսակ մարդ կրնան գսել։ Անհավատները, որ գմերժեն բոլորովին Քրիստոսը, Աստվածաշունչը, երրորդությունը, ասոնք աղանդներն են, դարբեր այլասկներն են եւ այլն։ Ուրիշ տեսակ մարդիկ կան, որոնք գնդունին քրիստոնեությունը, գնդունին երրորդությունը, գհավատան, որ Աստծո խոսքը ճշմարիտ է, բայց չեն հնազանդիր։ Իսկ երրորդ տեսակի անձեր կան, որոնք ամբողջ էությամբ Հիսուս Քրիստոսի հնազանդելու համար կաշխատին։ Երկուքը թժող պիտերտան։ Վերջինը պիտերտա Հիսուսի հետ։ Այս համարը հստակ է։ Անոնք որ չեն հնազանդիր, ինչ վատ պիտելա Թադաստանի օրը իրենց։ Ինչու։ Քանի որ չհնազանդեցան։ Անոնք որ անհավատ են եւ բادرազմին Քրիստոսի հետևորդներուն, անոնք պիտի դարապին եւ չարչարվին։ Ուրեմն գմնա մեզի հարց տալ, թե մենք իսկապես ուզենք Քրիստոսի հետ հաղորդագիծ լալ, իր չարչարանքին եւ իր փառքին։ Եթե արդարը դժվարավ պիտի բրգվի, հապա ամպարիչն ու մեղավորը ուր պիտի գտնվին։ Արդարը ինչպես կբրգվի։ Արդարը կբրգվի Հիսուս Քրիստոսի արյունով։ Արդարը դժվարավ կբրգվի այդ առումով, որ արդարը իր չանքերով չէ որ կբրգվի, այլ Հիսուս Քրիստոսի ներքործությամբ, Սուրբ Հոգի ներքործությամբ կբրգվի։ Եվ այս ողորմությունը է, որ Աստված գնե։ Եթե արդարը գսե այսպես կբրգվի, ինչ կմնա այդ մարդկանց, որոնք Աստծո որոնք մեղավորներ են, սել չեն ընդունիր, չեն հնազանդիր, գշեշտեմ, մեղավորը ավետարանին չհնազանդողն է։ Երկու համարի մեջ հստակ է, համար 17 Աստծո ավետարանը չեն հնազանդիր, համար 18-ը մեղավորը ուր պիտի գտնվի։ Ով է այդ մեղավորը։ Աստծո ավետարանին չհնազանդողը։ Սիրելի քույր եղբայր, շրջաբադը քարոզեցեք, գացեք սորվեցուցեք, ըսեք որ հավատքը չի պավեր, հավատքը քեզի պետք է բերե հնազանդության, հավատքը ասել է որ Հիսուս կա, այո, բայց ճշմարիտ հավատքը նվիրվիլն այդ Հիսուսին, նվիրվիլն այդ Հիսուսին, հնազանդիլն այդ Հիսուսին, ավետարանին խոսքին սկզբունքին համաձայն քայլելն է, հաղորդակիցը լալն է Հիսուսի հետ։ Երբ որ նեղություն կա, դարաբանք ու կա, հաղորդակիցը լալն է Հիսուսի հետ։ Համար 19 եւ գվերջացնեմ, ուստի անոնք որ Աստծո գամքին համեմատ չարչարվին, փարիք կործելով իրենց հոգիները թող անոնց հանցնեն իրեն հավատարիմ ստեղծողին։ Մեկադալ գարտամ, անոնք որ Աստծո գամքին համեմատ կչարչարվին, փարիք կործելով իրենց հոգիները թող անոր հանցնեն իբրև հավատարիմ ստեղծողին։ Մեկ խոսքով կսե անոնք որ Աստծո գամքին համաձայն կքայլեն, Աստծո խոսքին համաձայն կքործեն, թող հանցնեն իրենց հոգին ստեղծողին ցերքին մեջ։ Կհալածվին, կսպաննվին, կանարկվին, ոչ մեկ խնդիր, թող հանցնվին իրենց ստեղծողին ցերքին մեջ։ Քանի որ մենք որոշեցինք բարի գործ, ճշմարիտ գործ Քրիստոսի հետ համեմատ Աստծո խոսքին, չարչարանք կա, դժվարություն կա գիտենք, բայց մենք կհանձնվենք մեզ ստեղծող
ամենագարող հորը, որ միածին որդին ղրգեց մեզ փրկելու, մեզ կյանք տալու, մեզ Սուրբ Հոգին տալու եւ մեզ հետ հաղորդակցվելու։ Եվ այդպես է որ պիտի կարողանանք դժվարության մեջ, նեղության մեջ, տարաբանքի մեջ հաղորդագիծը լալ Քրիստոսի հետ, ծնծությունով, ուրախությամբ սպասելով իր երկրորդ կալստյանը, փառքի եւ ուրախության մեջ Սուրբ Հոգիով լեցված, այս համարները կգարտամ դարբեր ծևերով, Սուրբ Հոգիով լեցված, նույնիսկ եթե մեզ հայոյեն, մենք պիտի փառավորենք Տերը, մենք արդար պիտի քայլենք, քող, ավազակ, այս կամ այն հարցերով չենք սպաղվիր, հաբագը չարչարվինք, եթե պետք է հայոյվինք, խնդիր չէ, մենք Աստծո փառք կտանք ամեն բանի մեջ, ինչու, քանի որ մենք ստացել ենք փրկությունը Տիրոջ մե, ինչու, քանի որ գիտենք որ Տերը պիտի կայվ դարտարություն պիտի դնե, Տերը պիտի կայվ Տադաստան պիտի դնե, մենք իր Տադաստանի մեջ իր ավետարան հնազանդող մարդ ենք, Հիսուս Քրիստոսի ձեռքերու մեջ հանձնված, կքայլենք փառքը տալով միշտ եւ միշտ մեր երրորդության Տիրոջը, այո, փառքը եւ բադիվը իրեն թողոլա հիմա եւ միշտ հավիտյան։